Պարոն Իսագուլյան, ձեր տեսակետը, հա, դուք ներկա չէիք ոչի համաժողովին, բայց բազմիցս դեմ եք արտահայտվել նոր սահմանադրության նախագծին։ Ինչու, որ մոտեցումները չեք կիսում այս ոչի ճակատի շուրջ եւ արդյոք կան կետեր, որոնց շուրջ կարելի է նորից համագործակցել նրանց հետ։ Ասեմ հետևյալը, որ մենք ի սկզբանե ցանկություն եւ հայտնել ենք, որ պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, անկախ մեր անձնական համակրանքից ու հակակրանքից համագործակցելու եւ ինչու՞ չէ նրանց հետ քննարկելու սահմանադրական այս փոփոխություններին միասնաբար դեմ հանդես գալու համար։ Սակայն ինչքան էլ մեզ համար գոնե տարօրինակ է մինչև այս համաժողովը, հա, ոնց անվանեմ, չգիտեմ, կայանալը, ես արդեն զրույց ունեցել էի Պարուհ Հայրիկյանի հետ, ինչու՞ չէ նաև Համայակ Հովհաննիսյանի հետ, շատերի հետ առիթ ունեցել էի տարբեր թեմաներով խոսել, բայց որ տեղի է ունենալու համաժողով կամ խորհրդակցություն, որտեղ ինչ-որ բան է քննարկվելու եւ ընդունվելու, մեզ դրա մասին որևէ մեկը տեղյակ չի պահել։ Դժվար է ինձ համար այդ հարցին պատասխանել, պետք է հարցնել իրենց, որովհետև գոնե Պարուհ Հայրիկյանի հետ զրույցից հետո ես հասկացա, որ որոշակի քաղաքական ուժեր կամ քաղաքական դեմքեր իրենց իրավունք են վերապահում հանդես գալ եւ որպես քննիչ եւ որպես դատախազ եւ որպես դատավոր որոշելու համար, թե ում կարելի է մասնակցել այդ ոչի իրանց սեղանին, ում չի կարելի։ Իհարկե ինձ համար սա շատ տարօրինակ է, որովհետև եթե վերցնենք տարբեր հանգամանքներ ու այն թեզը, որ մենք ենք առաջ քաշել, այն է մոռանանք ցանկացած որևէ անձնական, որևէ խնդիր եւ միասնաբար փորձենք ճակատ ստեղծել, գոնե այն մարդիկ, ովքեր հա իմ իմացությամբ տեսակետ են հայտնել, ես նրանց անունները չեմ ուզում տալ, ինձ հետ երբևէ կյանքում զրույց չեն ունեցել, իսկ եթե խոսք գնա կենսագրությունների մասին, նույնիսկ եմ կրկնում, իրանք բացի բամբասանքից ոչինչ չեն կարող ասել, իսկ ես կարող եմ թղթի վրա դնել կոնկրետ փաստեր, որոնցից հետո հարց է, ես ինքս պատիվ կունենամ կամ պատիվ է ինձ համար նստել սեղանի իրենց հետ, բայց նույնիսկ հարց հեշտ չի, իսկ ի սկզբանե երևում է, որ այդ մարդիկ հստակ նպատակ ունեն, որը չի համընկնում այն նպատակների հետ, որ այսօր առաջ են քաշում քաղաքական ուժերը սահմանադրական փոփոխությունների հետ։ Համենայն դեպս տեսեք, արդեն դուք էլ երեակի ակտիվ գործունեության շրջանում կողմեք իշխանափոխությանը, այստեղ հավաքված ռադիկալ ուժերը եւս նշում են, որ սահմանադրական բարեփոխումները ընդհանրապես մի ենթակետ է եւ պետք է սկսել Մենք հիմա չասեցինք, որ մենք կողմ չենք իշխանափոխությանը։ Բայց ինչպես երեակի ժամանակ, երբ որ էլիտ որոշ քաղաքական ուժեր դեմ էին, որպեսզի ընդլայնվի շարժումը, որ երեակը դառնա քառյակ, հնգյակ, յոթյակ կամ տասնյակ, էլի նույն խնդիրը կար, բոլորին թվում էր, թե հեսա վաղը իշխանությունը վերցնելու են եւ իշխանության բաժանման ժամանակ իրենց հանկարծ ավելի քիչ կհասնի, եթե քաղաքական կամ հասարակական ուժերը կամ քաղաքական գործիչների բազմություն լինի այդ շարժման մեջ, որը եւ իմիջայլոց հիմնական պատճառներից մեկը դարձավ, որ երեակը չկարողացավ իր միսիան ավարտին հասցնել, որտեղ ինչքան շատ ուժ, այնքան ավելի շատ վստահություն եւ առաջ գնալու մղում։ Հիմա ցավոք սրտի տեղի է ունենում նույնը։ Մենք ի սկզբանե ասում ենք, շատ կարևոր հանգամանք է, իշխանափոխության հարցը օրակարգի վրա է։ Եվ ինչքան էլ տարօրինակ է, գտնում էինք, որ եթե ոչի շուրջ, ինչպես Արամ Սարգսյանն էր ասում, կարողանանք համախմբվել բոլորս անխտիր, նրանք ովքեր ոչի կողմնակից են, դրան դարձնենք այն սիմվոլը, որի շուրջ համախմբվում ենք եւ այստեղ որևէ քաղաքական կամ իշխանական ամբիցիա չկա եւ պայքարենք ԱՕ-ի դեմ։ Եվ եթե ստեղ հաղթանակ տանենք, ապա դրանից հետո կարելի է դնել ցանկացած այլ արդեն քաղաքական խնդիր օրակարգի վրա եւ այդ խնդիրը լուծել։ Բայց հավատացեք, որ շատ ավելի հեշտ է համախմբել հենց կոնկրետ սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքական գործիչներին, մտավորականներին, իրավաբաններին, քան թե դնել մեկ այլ խնդիր, հապշտապ իշխանափոխություն կամ չգիտեմ եւ այլը, որից հետո այդ մարդիկ չեն տեսնում, թե հետագան ինչ է։ Այսինքն գոնե ստեղծվում է այն փոխարինող կազմը, ասենք ստվերային կառավարությունը, որը գալու է եւ նրանց հրաժարականից հետո փոխարինի նրանց։ Ահա այստեղ է, որ առաջանում են ամբիցիաները, առաջանում են ինտրիգները, որոնք թույլ չեն տալի, որպեսզի առաջանա ընդհանրական ճակատ։ Պարոն
Պարոն Իսագուլյան, դուք բավականին լավ հարաբերություններ, բարեկրացիական հարաբերություններ ունեք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եվ կան այդպիսի տեսակետներ, որ հնարավոր է ձեզ չընդգրկելը, այս ոչի ճակատի մեջ պայմանավորված է նրանով, քանի որ այստեղ ընդգրկված ուժերը չեն ուզում, որպեսզի իրենց անունը, այսպես նշեն, բարի համբավը կապի օրինակ երկրորդ նախագահի հետ։ Այս մոտեցումն ու տարբերակը բացառելի է ձեր համար։ Գիտեք, երբ որ մարդը վախենում է իր անցյալից կամ վախենում է, որ ինչ-որ բան կարող է կպնել իրար, ուրեմն այդ բանը իր մեջ արդեն ի սկզբանե կա։ Ես երբեք չեմ վախեցել, հիմա պաշտպանում եմ նաև առաջին նախագահին, որի նախագահության ժամանակ եղել է, կարող եմ ասել, միանշանակ ամենակոշտ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական գործիչը, որը 3 տարի հայտնվել է ընդհատակում։ Բայց այսօր ես ասում եմ, որ շատ ուրախ կլինեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցի։ Քոչարյանի իշխանության ժամանակ ինձ համարում էին Սերժի, այսպես կոչված մտերիմը Ռոբերտ Քոչարյանի կաբինետում։ Հիմա Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ինձ ուզում են, ոչ, ես ում հետ ճանապարհ եմ անցնում, ուրացության չեմ գնում։ Եվ նրանք, ովքեր կարողանում են ուրանալ իրենց նախկիններին, կամ ներկաներին, կամ ապագաներին են ուրանում, այդ իրենց խնդիրն է։ Բայց ինձ որևէ մեկի հետ ասոցացնելը դա առնվազն նշանակում է այդ քաղաքական գործիչը ընդհանրապես չի հասկանում ինչ է քաղաքականությունը, ինչ է երբ որ մեկի նկատմամբ հարցադրում են անում եւ դու հարցադրմանը ճիշտ պատասխան ես տալի կամ իրենց ենթագիտակցական, ոչ գիտակցական մակարդակում ունեցած տեսակետները, որոնք փողոցից են լսել, փորձում են նյութականացնել ու դրանով իսկ արդեն, ասեք, քիչ առաջ, ասում են, նրանց ում մատը խառն է մարտի 1-ի արյանը։ Լավ, դու դատավոր ես, դատախազ ես, քննել ես եւ գիտես ում մատն է խառը։ Գուցե հենց քո մատն է խառը։ Ի սկզբանե քեզ փորձում ես այդ ամեն ինչից մի կողմ դնել, ուրիշներին մեղադրել։ Այս ապրիորի մեղադրանք եւ տեսեք այն ուժերին, ովքեր իբրև թե, իրանք կհամարեն, որ դրանք մեղսակից են, նրանք ոչ միայն քաղաքական արենայից պետք է հեռանան, այլ նաև Հայաստանից։ Դե պատկերացրեք հիմա այս քաղաքական ուժը, այս կարգի քաղաքական գործիչների հետ գնալ ինչ-որ գործողության, ուր ենք տանելու երկիրը։ Այսինքն, երբ որ մենք չենք գալի հանդուրժողականության, սիրո, դեպի լավը փոխելու, բոլորի համար հայրենիք ստեղծելու գաղափարով, այլ գալիս ենք ի սկզբանե արդեն ունենալով մեղադրվողներ, որոնց հետո պետք է դատենք ու գնդակահարենք, այս մեթոդով մենք չենք կարող նոր ավելի լավ Հայաստան կառուցել, քան եկա։ Միան, եթե այս ճանապարհով գնան, ստեղծեն մի քանի ոչային ճակատներ եւ փորձեն առանձին այդ ճակատիկները բոլորն էլ կպնեն պատին ու ուղակի կճղվեն, կպատրվեն։ Հիմա մենք ասում ենք եկեք, կարողանանք թեկուզ մեկ հարցի շուրջ գալ ընդհանուր հայտարարի եւ այդ մեկ հարցում տանել հաղթանակ, որից հետո կարելի էր արդեն հասարակական կազմակերպությունները իրենց հասարակական գործունեությամբ կզբաղվեին, քաղաքական կուսակցությունները իրենց քաղաքական ամբիցիաները թող արդեն դրսևորեին նոր ընտրությունների ժամանակ, իրավաբանները զբաղվեին իրենց իրավաբանությամբ կամ նրանք ովքեր կուզենային քաղաքականություն մտնել քաղաքականությամբ։ Բայց երբ որ մենք դնում ենք շատ հարցեր ու չգիտենք թե որ ճակատն է հիմնական մեր ուղղությունը, որով ենք հիմնական հարվածը հասցնելու, մենք ուր ենք գնում։ Եթե մենք ի սկզբանե արդեն ունենք մեղավորներ ու արդարների դաս, դե լավ ինչն է փոխվելու։ Հանրապետականին փոխարինեցին մեկ ուրիշները, որոնք հիմա ոչ թե փորձելու են ազգը միավորել, ընդհանրական խնդիրներ լուծել, այլ իրենց խնդիրները նրանց հաշվին, որը հիմա նրանք են անում։ Այսինքն շատ կարևոր է այս մտածողությունը։ Մենք դրա համար ասում ենք, եկեք մոռանանք ամեն ինչ։ Ես նույնիսկ հայտարարեցի քաղաքական գործչի անուն, որը բավականին լուրջ պաշտոն է, որ այո, մարդկայնորեն տանել չեմ, բայց ասեցի պատրաստ եմ իր հետ էլ նստել, պատրաստ եմ նստել նաև իշխանությունների հետ։ Սա ընդհանուրիս հայրենիքն է։ Եվ նրանք նորից կրկնում եմ, ովքեր տարբեր մեղսակցությունների մեջ արդեն իսկ գիտեն ովքեր են մեղավորները եւ վաղը գալու են պատժել, հավլիցի, այդ մարդիկ այս երկրին ոչինչ լավ բան չեն բերի եւ հետո չմոռանան, որ կգա պահը, որ մենք ստիպված կլենք ոմանց կենսագրության այդ մութ էջերը պատմել ու հասկանան, որ այն ինչում իրանք փորձում են մեղադրել ուրիշներին, իրանք արդեն իսկ մեղավոր են եւ փաստարկված մեղավոր։ Դրա համար չարժե խոսքս ոչ միայն մարտի 1-ը բոլորն են շահագրգռված, որ այդ հարցը բարձվի։ Ամենաշատը իմիջալից է, որ ես ասում եմ Ռոբերտ Քոչարյանը, ես պատահական չի, որ ասում եմ։ Հիմա փոխանակ մենք այդ խնդիրները փորձենք հետագայում
համերաշխության սեղանի շուրջ լուծել, այսօր արդեն ճակատ չստեղծած մենք մեր համար թշնամիներ ենք ստեղծում։ Նրանք, ովքեր ամենահստակն են արտահայտվում սահմանադրական փոփոխությունների դեմ, ամենահստակ ձևակերպումն են անում միավորվելու եւ ընդհանուր ճակատով պայքարելու, նրանց արդեն գիտեք, դե լավ, մեղադրում եք, պատերի տակ մի արեք, բարձրաձայն ասեք, եթե դուք այդքան համարձակ ու ճշմարիտ եք, որպեսզի ձեզ բարձրաձայն պատասխանեն։ Եվ այդ ժամանակ թող հասարակությունը ինքը որոշի, ով է մեղավոր, ով մեղավոր չի։ Եվ տեսեք, դեռ ժողովրդի էլի իշխանությունը մոռացած, որ միևնույն է վաղը ժողովուրդն է որոշելու թե ով պետք է լինի իշխանություն։ Դեռ իշխանություն չեղած արդեն իրանց իշխանության տեղ են դնում եւ ուրեմն դատավճիռներ ու վճիռներ են կայացնում։ Սա ինձ համար անընդունելի է եւ եթե ճակատ պետք է ձևավորենք ոչի, որը խնդիր չունի արժևը հստակ դրված, որը չի տեսնում թե վաղը ինչի համար է պայքարելու ու այդ պայքարից հետո նոր ուրիշ խնդիրները ոնց է լուծելու այլ խնդիրները։ Կներեք, այդ դեպքում մենք ուր ենք գնում, ոչ մի գիտակից մարդ, որը գիտակցում է, իրան չի դնի զինվոր այն հրամանատարին, ով ինքը չգիտի, թե ուր է գնում, կամ ինքը շատ լավ գիտի, թե ինքը ուր է ուզում գնալ, բայց փորձում է իր զինվորներից ու հրամկազմից դա գաղտնի պահել։